բազմիցս մենք հայտարարել ենք, ասել ենք, որ այն մեղադրանքները, որ Սրբազանի եւ 17 անմեղներին մեղսագրվում են, այդ մեղադրանքները որևէ մի աղերս չունեն իրականության հետ, մոնտաժված կեղծ ձայնագրություններ, այն կարևոր դրվագներով, որով փորձում էին մոլորեցնել հանրությանը, ավտոբուս վառելու դրվագը, մարդկանց գյուլելու դրվագը առհասարակ չկա, գոյություն չունի։ Ես իմ հայտարարության մեջ ազգային ժողովում Սրբազանի նամակը կարդացել եմ, հստակ ուղերձները հղվել են պատկան մարմիններին, որ իրենք պետք է դրա համար պատասխան տան, որևէ մի հոդաբաշխ խոսք իշխանական տարբեր թևերից չի հնչել այս ուղղությամբ։ Հիմա իրենք միջև այդ կեղծ ձայնագրությունները գիտեք ինչ լրատվամիջոցների միջոցով հանրությանը ապատեղեկատվություն տարածվել։ Մենք այդքան միամիտ չենք, որ կարծենք, որ քննչական կոմիտեն կամ դատախազությունը չի իմացել այդ ձայնագրությունների իսկությունը, որովհետև ամբողջությամբ ձայնագրությունը իրենց տրամադրության տակ են եղել, բայց իշխանություններին պետք է եղել, որպեսզի դրանով փորձեն մոլորության մեջ գցեն հանրությանը։ Հիմա էլ իրենք կասուս բելի առաջ են կանգնել, որովհետև արդեն իսկ մեր հանրության տարբեր շերտերին հասանելի է դառնում այն նախնական հրեշավոր պլանը, որով որ փորձում էին այս գործը կարել սարքել, բայց հիմա տեսնում ենք, որ ամեն ինչը փլուզվում է եւ այս առումով շատ կարեւոր է, որ այն մարդիկ, որոնք որ գտնվում են մեկուսարաններում, այն մարդիկ, որ գտնվում են քրեակատարողական հիմնարկներում, առողջական խնդիրներով, այլ խնդիրներով, այստեղ առանձին վեցրած մարդկանց ուղղակի ճակատագրերի հետ կապված գործ ունենք եւ շատ կարեւոր է, որ այս փուլում խափանման միջոցը փոխվի եւ մարդիկ առնվազն հնարավորություն ունենան իրենց առողջական վիճակով զբաղվել։ Տեսեք, հիմա քննվում է Աղվան Արշակյանի հարցը, որ օնկոլոգիական հիվանդություն ունի։ Հայկ Շահնազարյանի ձեռքից։ Այո, Հայկ Շահնազարյանը էլ առողջական, մինչև էդ էլ առողջական շատ լուրջ խնդիրներ ունեցել։ Նաեւ առողջական խնդիրներ ունի Տիգրանը, որը էլի հիմա հիվանդանոցային պայմաններում ճիշտ է, շատ երկար տևեց այս process-ը, բայց գոնե թե այս բանին իր առողջական խնդիրները որոշակի կարգավորելու հնարավորություն ունի։ Բայց ես ուզում եմ հիշեցնել դատախազության այն վարքագիծը, այն վերաբերմունքը, որ հենց օնկոլոգիական հիվանդություն ունեցող մարդուն հնարավորություն չէին տալիս, իրենք այն միջնորդությունը, որ ներկայացվում էր մարդու խափանման միջոցը փոխելու եւ ի վերջո իր առողջական խնդիրներով զբաղվելու, այս մարդիկ ուղղակի անմարդկային վերաբերմունք էին դրսևորում։ Եվ կրկնում եմ, այն մեղադրանքները, որ կայս չեմ դադարելու ասել, այդ մեղադրանքները շինծու են, կեղծ են, որևէ մի կապ չունեն իրականության հետ եւ պետք է իշխանությունները ներողություն խնդրեն, այս գործը շատ արագ պիտի կարճվի եւ այս մարդիկ վերադառնան ամեն մեկը իր ստանձնած պարտականությունների եւ պատասխանատվություն։ Արտուրը Սարգսյան այսօր ազգային ժողովի պատգամավորը 4 անչափահաս երեխաների հայ իր խնամքի տակ ունի տարեց ծնողներ, իմիջիալոց ընթացքում 2 ծնողն էլ առողջական լուրջ խնդիրներ ունեն, սրտի հետ կապված ես չեմ ուզում շատ փակագծեր բացել, բայց առողջական խնդիրներ ունեն եւ հայրը եւ մայրը հիմա հիվանդանոցային պայմաններում, այսինքն այս ամեն ինչը մարդկանց ինչի համար եմ ասում, որ այս ամեն ինչը մարդկանց ընտանիքների վրա ուղիղ ազդեցություն է գործում եւ որևէ մի խնդիր էլ չկա, որ ասեն իբր թե գիտեք ինչ կա, այս մարդիկ կարող են գործին խոչընդոտել, բոլոր ապացույցները կան, որևէ մի բան ոչ ավելացնելու կա, ոչ պակասեցնելու կա։ Դատական նիստերի դաշտում ես մի քանի նիստի նկատում եմ Կանադայի հյուպատոսին, ինչ է կարծում, արդյոք նրա ներկայությունը որևէ բան կփոխի եւ հաջորդ հարցս ինչու են այս արձագանքները միջազգային ներկայացուցիչների այսքան անհամարժեք երկրում տեղի ունեցողին, որովհետև սա եզակի դեպք չէ, հենց օրերս էլ ունեցան կալանավորումների հերթական դրվագ, ինչը ինչպես ընդդիմությունն է նկատում քաղաքական համատեքստում պիտի դիտի։ Այո, տեսեք, ես նախ առաջին հերթին ողջունում եմ, որ հյուպատոսը ներկա է, դատական այս վերջին բոլոր դատականիստերին ներկա լինում եւ մանրամասն ծանոթանում է գործի քննությանը եւ նաեւ ուզում եմ տեղեկացնել, որ նաեւ քրեակատարողական կենտրոն քրեակատարողական հիմնարկ այցելում Սրբազանի նաեւ տեսակցությունները հնարավորություն ունեցել է տեսակցելու Բագրատ Սրբազանին, շատ կարևոր է, որ այս գործընթացը կա, բայց առավել քան կարևոր է, ես նորից մեկ անգամ եւս էլի քիչ առաջ մոտեցա հյուպատոսին եւ շատ կարևոր է, որ բացի գործին ծանոթանալուց, գործին արդեն բավարար չափով ծանոթացել են, որովհետեւ այս ընթացքում երկար քննվել է այս գործը, որ կոնկրետ հստակ
միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրել իշխանությունների վրա, որ այս կեղծ շինծու գործերը ի վերջո դադարեցվեն։ Այս առումով այդ իր այցելությունները եւ դատական նիստերին մասնակցելը ես կարեւոր եմ համարում, բայց ավելի կարեւոր եմ համարում իրենց հստակ գնահատականները։ Դուք գիտեք, որ չկա, միջև հիմա չկա, դուք ճիշտ եք նշում, միջև հիմա հստակ գնահատականներ, որոշ անձանց նկատմամբ ուրեմն սանկցիաների կիրառում, որոշ մարդիկ կան, որոնք որ վերազանցել են իրենց լիազորությունները կոնկրետ գործեր կարելով, այդ մարդիկ պիտի ուրեմն այդ գնահատականները պիտի հնչեն միջազգային հանրության կողմից։ Այդ երկակի ստանդարտները ի վերջո պիտի վերացվեն եւ ոչ թե պիտի այդ նույն միջազգային հանրությունը պահի Նիկոլ Փաշինյանին, այլ ժողովրդավարությունը, որի ջատագովը միջազգային հանրությունն է, Եվրոխորհուրդը, գիտեք որ 3 ուրեմն Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի ժամանակ Հայաստան եւ Պատիմ ունեմ խմբակցությունները, երիտասարդական թևերը կոնկրետ հստակ մեսիջներ ուղղեցի միջազգային հանրությանը, որ այսպես շարունակվել չի կարելի, ամենօրյա ռեժիմով ուրեմն ձերբակալվում են, այնուհետև կալանքի են տարվում ընտրված քաղաքապետեր, Գյումրիի քաղաքապետը, Մասիսի քաղաքապետը, քաղաքական դեմքեր, սրբազան հայրեր, հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ, որդեկորույս ծնողներ, հերոսացին ծնողներ, անհայտության մեջ գտնվող մարդիկ, եւ այս ամեն ինչը արվում է մի բանի նպատակով։ Նաեւ հետաքրքիր մի դրվագ կա քննչական կոմիտեի նաև վերջին այս դեպքերով պայմանավորված, ասում է, այս անձը ասում է հեղինակություն է վայելում, ասում է ծնողների շրջանում, եւ քանի որ հեղինակություն է վայելում ծնողների շրջանում եւ բարբերաբար մասնակցում է բողոքի ակցիաների, մենք նպատակահարմար չեն գտնում, որպեսզի այս անձը գտնվի ազատության մեջ։ Դուք պատկերացնում եք, ասենք, սրա աբսուրդն ու սրա, չգիտեմ, էլի արդեն ինչ աշխանի են հասել։ Կրկնում եմ, ամեն օր մենք ականատեսն ենք լինում իշխանությունների ուղղորդմամբ, սա արդեն կարող ենք փաստել, որ իշխանական падգամավորների իշխանության ամենաբարձր օղակներում գտնվող անձիկ ազգային ժողովում հայտարարությունների մակարդակով, իրենց ելույթների մակարդակով ուղղորդում են տարբեր պատկան մարմիններին, որպեսզի իրենց հաջող որոշումներ կայացվեն այն գերատեսչությունների կողմից, որով որ ազգային ժողովը այդ մարդկանց նշանակում է այս կամ այն պաշտոնի, եւ դրա ճակատագիրը արդեն պարզ է։ Նիկոլ Փաշինյան ազգային ժողովում ինչ էր ասում։ Ասում էր, ես ձեզ կտանեմ ԱԱԾ պատվալները կլցնեմ։ Դրանից առաջ ինչ էր անում, SMS հաղորդագրություններ ուղարկում ԲԴԽ նախագահին հորդորելով, որ ինքը հրաժարականի դիմում ներկայացնի, դատարանները շրջափակելու դրվագը։ Այո, վարդ սրտիկներ, բայց այս ամեն ինչը կարա ցանկացած բռնապետ, այդ վարդներ կարա ցույց տա, այդ սրտիկներն էլ կարա ցույց տա, բայց դրանով խնդրի էությունը չի փոխվում։ Այսինքն ինքը կարա սրտիկ ցույց տա, բայց հաջորդ պահին SMS հաղորդագրություն ուղարկի, այդ սրտիկ ինչ կապ ունի։ Դու ժպտալով ես անում, ծաղիկ ես դնում, չգիտեմ, քու պիջակի վրա, թե ինչ ես անում, դրանից չի փոխվում բուն էությունը այս ամեն ինչի։ Եվ հստակ ասա, որ այս մարդը նաև արդեն այս Էջմիածնում տեղի ունենալիք ընտրությունների նախաշեմին եւ համապետական ընտրությունների նախաշեմին ուզում է ազատվի բոլոր այն մարդկանցից, որոնք որ կարող են դիմադրություն ցույց տան, որոնք կարող են դժգոհել, որոնք կարող են ընտրությունների ժամանակ եթե բանը հասնի ընտրություններին, ուրեմն իրեն խանգարել եւ խանգարող մարդկանց ուղղակի մաքրում է։ Սա է։ Մենք տարբեր միջոցներով գիտեք, որ մեր падգամավորները, ընդդիմադիր падգամավորները, թե Եվրոնեստում արդեն իսկ մենք դրական ազդակներ ունենք, Եվրոնեստի հետ կապված նաև որոշ падգամավորներ արդեն հստակ գնահատական էին տալիս, մինչև այդ գնահատականները չկային, ես չեմ ասում սա մեծագույն հաջողություն է, բայց միջազգային հանրությանը ստիպելու որ ճնշում գործադրի այս իշխանությունների վրա։ Ժողովուրդը պետք է հաս չլինի այս իրավիճակի հետ եւ իր բողոքի ձայնը բարձրացնի ապօրինությունների հետ կապված։ Քաղաքական դաշտը կոնսոլիդացվում է, տարբեր քաղաքական մարդիկ հայտ են ներկայացնում եւ ես կարծում եմ համատեղ պայքարի արդյունքում հնարավոր կլինի ի վերջո այս ավտորիտար ռեժիմը, որը արդեն վերածվել է բռնապետական ռեժիմի, ի վերջո ստիպել այս իշխանություններին բոլոր օրինական միջոցներով, որպեսզի իշխանությունից իր հրաժարվի եւ ի վերջո Հայաստանում իրապես ժողովրդավարական իշխանություն լինի, իրապես այն իղձեր են ցանկությունները, որ կա մեր հասարակության մեջ,
կատարվեն եւ իրականություն դառնան։ Սրանց իշխանության պարագայում հնարավոր չի մենք որևէ դրական ակնկալիք ունենանք եւ բավարար ապացույցներ կան այս տարիների ընթացքում, թե ինչպիսի ճնշումների է ենթարկում ընդդիմախոսներին, ընդդիմադիրներին, նաեւ ուզում եմ նաեւ շեշտել, որ վերջերս մի 2 օր առաջ Բյուրեղավանի ուրեմն համայնքապետի ընդդիմադիր դուք այս ցանկը նայեք բոլոր ընդդիմադիր համայնքապետերին։ Հիմա էլ արդեն ապարան համայնքում են որոշակի գործողություններ արվում եւ սա արդեն դարձել է իրենց ամենօրյա գործառույթների մի մասը։ Ինչքանով եք հավատում դրան։ Պայքարի այլընտրանք չկա։ Մենք բոլորս այս տարիների ընթացքում պայքարել ենք, մենք հետ չենք կանգնելու մեր պայքարից, որևէ մի մարդ, եթե այսօր ես երեք մի քանի ժամ շարունակ իմ գործընկերների հետ ԱԱԾ մեկուսարանում եմ եղել, Սրբազան հայրերի մոտ եմ եղել, եթե Սրբազան հայրերը, որոնք ամենապատվելի մարդիկ են մեր հանրապետության մեջ, այսօր այդ զրկանքները պատվով եւ արժանապատվությամբ են տանում եւ որևէ մի քայլ հետ նահանջ չեն անում, եթե որդեկորույս ծնողները, հերոսացին ծնողները հետ քայլ չեն անում, էլ կարամ շատ մարդկանց անուններ, պատվելի անուններ նշել, որոնք որ հետ նահանջ չեն անում։ Մեր բոլորիս պարտքն է, որ միջև վերջ կանգնենք մեր սկզբունքներին տեր կանգնենք եւ ի վերջո այդ հաջողությունը երկար սպասել իրեն չի տալ։ Ինչքան էլ որ բռնաճնշումների ենթարկվեն, ինչքան էլ մարդկանց բռնեն, դուք տեսնում եք, որ ոչ միայն Սրբազան հայրերը, այլ նաեւ մինչև այս պահը նույն ընտրված քաղաքապետներն էլ էլի պատվով են տանում այս ամեն ինչը եւ ի վերջո այդ մարդկանց հետևին կան այդ մարդիկ ընտրվել են, չնայած իշխանությունների գործելավոճին, որ ամբողջ իրենց գործիքակազմը կիրառում են, ամբողջ պետական ռեսուրսը ներդնում են, անգամ այդ պայմաններում այդ մարդիկ չեն ընտրվում։ Նույն Փարաքյարի օրինակը, նույն Մասիսի օրինակը, նույն բազմաթիվ այլ օրինակներ կան։ Գյումրիի օրինակը, Ախուրյանի օրինակը, Ալավերդու օրինակը, Բերդի օրինակ, Բերդում ինչ էր կատարվել։ Երկու տեխնացուին կալանավորեցին, ընդամենը երրորդին երևի ինչ որ խղճի խայտ առաջացավ, կին տեխնացուն ընտրվեց։ Այսինքն համատարած է այս ամեն ինչը, ամենուրեք է ամեն ինչը։ Եվ եթե խոսենք վարչական ռեսուրսների կիրառման, ապա այսօր տոտալ վարչական ռեսուրսի կիրառում կա ընտրություններին, բայց անգամ այդ ամեն ինչը կիրառելու պարագայում էլի մեր հասարակությունը ոչ է ասում։ Հիմա վաղաշաբաթում է ընտրություն է լինելու օրերս, այնտեղ վարչական ռեսուրսի կիրառում դուք տեսնում։ Դա իհարկե ինչի մասին է խոսքը, այս վարչական ռեսուրսը լիոլի կիրառվում է, դուք գիտեք, որ տեսեք սկզբից ինչ են անում, սկզբից այն համայնքները, որ կան, ավելի են խոշորացնում, թե ինչ է, Խոյ համայնքում որոշակի քվեներ ունեն, այդ Խոյ համայնքի ուրեմն գյուղերը, որ կան, միացնում են Էջմիածին համայնքին, վաղը միսօր եթե պետք կլինի, նաև կարող է դրան միացնել նաև ուրեմն չգիտեմ այլ համայնքներ, Արմավիրի մարզից, կարող է Երևան համայնքին էլ միացնել, միայն ու միայն իրենց նպատակին հասնելու համար։ Դրանից առաջ սոցիալական աջակցության ծրագրերով, այլ ծրագրերով, չգիտեմ, տարբեր ինչ որ հիմի բարերարներ են դուրս գալիս, որ ընտրություններից առաջ սեղաններ են գցում, ինչ որ օգնության բաներ են անում, եւ այս բացի այդ էլ ամենակարևորը դա այն է, որ մարդիկ, որոնք որ նախարար են, որ պետք է իրենց պարտականությունը կատարեն, իրենք բուկլետ բաժանելով են զբաղված։ Նախարարները, պաշտոնյաները, ես չգիտեմ, տարբեր պաշտոնյաներ դուք կտեսնեք ինչով են բուկլետ բաժանելով ակնհայտ, չգիտեմ, վարչական ռեսուրս է կիրառվում։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ իրենք վստահ են, որ ժողովրդի քվեն չեն արժանանում, փորձում են նման մեթոդներով արդեն իսկ ընտրությունները ազատ, արդար եւ թափանցիկ չի այդ գործիքակազմերը կիրառելով։